Ինքը այդ օրը եկալ է դպրոցից, մենակ է եկալ ու մի քանի րոպեից սկսվել է պատերազմը։ Ես վեշին վաղ մոռանալու չում ուրան վախեցած հայացքը։ Ռմբակոծություններից փախալնք ու հայտնվալ նկուղում։ Մեր ապաստանը 2 օր նկուղն այլել։ Նկուղի այդ մռայլության մեջ մուք 2 օր սպասալնք, թե հիբա լույսը բացվելու, հիբա այդ ամեն ինչը ավարտվելու։ Ու ես հիշում եմ երեխաների լացը, մեծերի լացը, աղոթքները, ես հիշում են վախը վեր կար մարդկանց աչքերում։ Ամենատիժերը աղջկանիցս սկանալն այլել են բարերը, վեր մամ ես ոզում չում մռնիմ, ու ես հասկացալն վեր պատերազմը ստիպում ավեր նույնիսկ երեխաները հասկանան կյանքի արժեքը ու շուտ մեծանան։ Նկուղում ես վերհիշալում ցեղասպանության մասին ընթերցած բոլոր գրքերս, նայած բոլոր ֆիլմերս, ու ես հասկացամ վեր մեր կյանքն էլ կարող է նմանատիպ ավարտ ունենա։ Մեղավերում զգացալ ինձ աղջկանս հետի, վեր ես որպես մայր մինչև վերջ լավատեսորեն հույսում պահալ, վեր ամեն ինչ լավ այնեն, ու ենթարկալ մյուրան տառապանքների, վախերի, տագնապի, սովի։ Ու ես այդ պահին մտածալում վեր նույնիսկ եթե պատերազմը, հակամարտությունը ավարտվե, ես երբեք էլ քինային չում Արցախ, քանի որ այդ փիս հիշողությունները միշտ մնանն։ Հակարին անցնելիս շատ հակասականն իլել ապրումներս, մի կողմից ուրախացալում վեր վերջապես այդ ամեն ինչը ավարտվում է, պատերազմը ավարտվալ է ու վերջադրվելու մեր տառապանքներին։ Մյուս կողմից շատ տխրալում հասկանալա վեր սա նաև ամեն ինչին վերջն է ու հետևում ես թողում իմ ապրած ամբողջ կյանքս, իմ մանկությունս, իմ հուշերս ու վեշին պեն առաջվանը չինեն, ես էլ կրլան չում հետ քինամ։ Ես կյանքում 2 անգամ կորցրել եմ ապրելու ցանկությունը եւ դա մեկ անգամ եղել է, երբ ես վերջնական իմացել եմ, որ Ռոբերտս ամենայն հավանականությամբ ամբողջ կյանքի համար կմնահաշմանդամ երեխա, մենք հերթական բուժումից գնում էինք Արցախ, ես կանգնեցնել տվի մեքենան ու մեքենայից դուրս եկա, ոչ վատ էի զգում այդ բանով իբրև թե եւ չզգացի ոնց հայտնվեցի այդ անդունդի դիմաց ու այդ պահին ես չգիտեմ ոնց է հասցրել ամուսինս դուռը բացել Ռոբերտին ու ոնց է թողել մեքենայում ոնց է արել ու սենց հետևիցս սենց ինձ բռնեց, ասաց այդ ինչ ես անում, դա վարքյաններ էր, ես չգիտեի այդ ինչ եմ անում, այսինքն այդ պահին ես միայն զգացի, որ ես չէի ուզում ապրել։ Ու երկրորդ անգամ արդեն ես այդ օրը որ իմացա որ կամոն էլ չկա, ես դա ավելի շուտ զգացել էի, քան իմացել էի, ես չգիտեմ ոնց հայտնվեցի երկրորդ հարկի պատուհանի
դիմաց ու շատ բարձ ոնց որ նախորդ անգամ էի զգացի կամոյի ձայնը, այդ ինչ ես անում։ Ես տունը նստած էի ու Facebook-ում կարդում էի, որ Ստեփանակերտում նոր աղետ ա եղել։ Ու բացում եմ հեռախոսս, տեսնում ինքը գրած, որ ես բենզինի հերթում եմ Հայկազովում։ Ես ընդհանրապես Facebook-ի այդ գրառումներին փորձում եմ ուշադրություն չդարձնել, էմոցիաների չտրվել, բայց հենց դա կոնկրետ կարդացի, միանգամից ես վատացա, ու չգիտեմ ինչ ձևով ես էլ հղի հասնում եմ հիվանդանոց, պատահական ավտո եմ կանգնացրել, ասում եմ ինձ տարեք հիվանդանոց, սկզբից գնում եմ մանկական հիվանդանոց, վիրավորները որ գալիս էին, ոնց որ այդ ժամանակ բժիշկներ չկային, այնտեղ մի տղա գլուխը հանել էր ու գոռում էր, ասում է օգնեք, բժիշկ բերեք, որ փրկեմ մարդկանց, ու ես որ մանկական հիվանդանոցում նայեցի, ոչ մեկ չկար, գնացի արդեն հանրապետական հիվանդանոց, սկզբից ասեցին, ոնց որ ինքը տեսել են իրան այդ հիվանդների մեջ, որ մտա հիվանդանոց, չի ուզում, որ ինքը լիներ այդ վիճակում, որովհետև դա ահավոր տեսարան էր, չի ցանկանում, որ ինքը դրանց մեջ լինի, մտածում էի, որ ինքը պիտի ողջ լինի, ոչ այդ վիճակում։ Ու միջև գիշերը քանի անգամ ես այդ հիվանդանոցը 4 հարկան անընդհատ բարձրանում էի գոռալով, մտածում էի, որ եթե գոնե չճանաչեմ իրան, ձայնս կլսի, ինչ որ նշան կտա, բայց չկարողացա։ Հետո իրիկունը արդեն ուշ երեկոյան, որ տունն է, ասում է Տեր Աստված, գոնե համաձայնեմ այդ վիճակում էլ լինի, համաձայնեմ, որ ինքը գտնվի, բայց չկարողացա իրան գտնել։ Սեպտեմբերի 26-ին ստացվեց, որ ես պիտի ուղղաթիռով գայի Երևան, հիվանդանոցի ճանապարհին աղջկաս խտած, անդադ ասում էի Տեր Աստված, եթե հրաշքներ լինում են, գոնե նենց լինի, որ ուղղաթիռի մեջ մենք իրան հանդիպենք, չհանդիպեցինք, հետո գալուց այդ ուղղաթիռի մեջ մի վիրավոր անընդհատ ջուր էր ուզում, ես իրան խմացնում էի այդ ջուրը, մտածում էի, որ ինչ որ միտեղ էլ երևի իրան ա ինչ որ մեկը օգնում, հետո պարզվեց, որ ինքը չի եղել վիրավորների մեջ։ Մի հոկտեմբերի 26-ին դենկայով արդեն հաստատվեց իրա զոհվելը ու այդ պայթունի օրից հետո 40-րդ օրը ծնվեց մեր որդին։ Ես երազում եմ, ես էլ կարոտեմ իմ տունը ու հայրենիքը, բայց ոչ մարդուն, ոչ անձին, որը դա երբեք չի լինելու։ Ամեկ տարեկանում ամուսինս ավտովթարից մահացավ և մնացի 40 օրական դստրոջ հետ և մի քանի օր հիվանդանոցում էր, ես չէի հասկանում պահի լրջությունը, որովհետև քանի որ կերակրում էի ես բալիկին, բոլորը ուզում էին կարծես թե չպատմել և չասել իրականությունը, ինչ ծանր վիճակում ամուսինս գտնվում հիվանդանոցում։ Տատիկս էր շատ ծանր։ Մի օր առաջ գնացի տատիկիս մոտ,
Երբ որ ես սենյակից դուրս եկա, տատիկս մահացավ։ 6 ժամ հետո ասեցին, որ ամուսնուս ոտքն են կտրել։ Եկանք տուն, կարծես թե ուզում էի ուշքի գալ, երբ որ ամուսնուս հայրիկը մտավ առավոտյան ժամը 6-ին գոռալով, եկել եմ ձեզ ինչ ասեմ, եւ ասեց, որ ամուսինս մահացավ։ Կարծես թե այդ վարքյանին փոխվել է ամեն ինչ։ Միանգամից կյանքս վերածվել է անհոգությունից, սենց տեղափոխվել է։ Այդ պահին չէի հասկանում որտեղա փոխվել եւ տարիներ հետո է այդ արդեն իհատ եկել։ Ինչքան ոսկի ունեմ, հավաքել եմ, դրել եմ աղջկաս մոտ, աղջկաս են շորերի մեջ, տվել հորքուրիս աղջկան, ասեցի Մարիին հանի եւ ես տեղափոխվեցի դեպի պատշգամբ, որպեսզի ես ինձ գցեմ։ Հայրս մոտեցավ, ասեց ինչ ես անում, ասում եմ ես էլ չեմ ուզում ապրեմ, երեխան տնից դուրս է, ես էլ արդեն վերջ։ Այդ պահին մտածում էի, որ այդ հարցի լուծումը տենց ավելի լավ կլինի, ավելի հեշտ կլինի։ Չէի մտածում ոչ երեխու մասին, որովհետև 21 տարեկան չէի էլ հասկանում ինչ է կատարում։ Սա մտածեցի, այս դժբախտությունը իմ հերթն է։ Հայրս ասեց, որ երբ որ ես ծնվել էի 92 թվականին, 40 օր ինձ անուն չէին դրել, որովհետև հույս չունեին, որ ես ապրելու եմ։ Հատուկ բոքսում էի մնացել 40 օրից հետո նոր արդեն բժիշկները ասեցին, որ հնարավորություն կա, որ ես կապրեմ։ Դու ապրել ես, պայքարել ես 40 օր, 40 օրից հետո քեզ անուն ենք տվել, դու ոտքի ես կանգնել, փառք Աստծո, չունես որևէ առողջական խնդիր, հակա դժվարություն ես, բայն հանդիպել ես դժվարության հետ, դու ինչ ես մտածում ես, որ այդքանն էր քո կյանքը եւ դու այդքանով պիտի ավարտես քո կյանքի էջը, սենց նայեցի հորս ու այդ պահին հասկացա իմ անելիքները։ Զանգում էի անհասանալի էր։ Վազեցի պայթունի վայր, անձրև էր, ճանապարհի մի մարդ մեքենայով կանգնեցրեց, ասեց թույլ չեն տա մոտիկանաս, որովհետև կրակը չի մարվում։ Աշխատում են, բոլորին տանում են հիվանդանոց, գնա այնտեղ փնտրիր։ Այդ մարդը ինձ տարավ հիվանդանոց, տեսարանը սարսափելի էր, բերում էին այրվածքով մարդիկ, անճանաչելի, գոռում էին ցավից, բայց իրանց մեջ ինքը չկար, նայում էինք, բերում էին, անընդհատ բերում էին, ինքը չկար, ցուցակներում չկար, ոչ մի հիվանդանոցում չկար, արդեն մտածում եմ միգուցե անգիտակից է, մի հատ էլ պալատներով անցնեմ հիվանդանոցի, անցա պալատներով, այնտեղ էլ չկար, արդեն լրիվ հույսս կտրել էր, միակ տեղը դիահերձարանն էր, որ որոշեցի պետքա գնամ, ընկերները թույլ չտվեցին, ասեցին դու մնա, մենք կգնանք, կգանք, գնացին, եկան, ասեցին այնտեղ էլ չի, բայց մի տեսակ փոխվել էին արդեն իրանց դեմքի արտահայտությունը, մի տեսակ փոխվել էր, ասում եմ միգուցե այնտեղ է չեք ասում, ասեք իմանամ, ասեցին մեկը կար, իրան նման էր, բայց ինքը չի, ինքն էր, հաջորդ օրը արդեն կեսօրին կրկին գնացին այնտեղ, ու հաստատեցին, որ ինքն է, ու դրանով ամեն ինչ վերջացավ։ Երեխաները շատ վատ են տանում, շատ, ամենքը սկզբից առամինչ ասեցինք, չեր ուզում դուրս գալ տնից, որ արդեն պատրաստվել էինք, ճանապարհվեինք այդ օր, արդեն 28-ներ, ասում եմ ես առանց պապա չեմ գալիս, ասում եմ Մարամբալես, ինքը վիրավոր է, արդեն ստիպված, գնանք հասնենք իրան տարել են, 3 օր ճանապարհ գնացինք, 9 ամս եկան փոքրիկիս հետ, մի կերպ հասանք։ Ես 16 տարի աշխատել եմ Ստեփանակերտի քաղաքապետարանում, շինարարության վերահսկողության բաժնում, որպես շինարար։ Հիմա նոր մասնագիտություն եմ ընտրել վարսահարդարությունը։ Վարսահարդարման դասընթացների եմ գնում։
Փորձում եմ նորից ուժի մեջ գտնել ու նորից սկսել ամեն ինչ զրոյից, բայց արդեն մենակ առանց նրան։ Չնայած ինքը միշտ մեզ հետ է, մենք ամեն օր խոսում ենք նրա մասին, հնարավոր չէ չխոսալ։ Այս աղջիկս մինչև հիմա չգիտի, ավելի ճիշտ ասում ես ինքը չի հասկանում։ Չի հասկանում, ինքը գիտի թե Արցախում պատերազմ է, այսա շուտով պապան կգա։ Արամն ասում է տղաս, մաման, ոչինչ թող ինքը այդպես մտածի։ Տղաս 8 տարեկան է։ Գալիս ենք պարտեզից, աղջիկաս հետ։ Ասում եմ, մամ, զգացիր Արցախի հոտը։ Ասում եմ, այս այդ չեմ զգացել։ Մի հատ ասում եմ, հետ քայլիր, նորից հետ ենք գնում, մի անգամ էլ ասում եմ, քայլիր այս կողմով։ Դու կզգաս Արցախի հոտը։ Ասում եմ, հա, բալես զգացի։